Ինչով է տարբերվում Մասիսի քաղաքապետի ձերբակալման աղաղակող փաստը Ստամբուլի քաղաքապետի ձերբակալման փաստից։ Այո, մասշտաբները տարբեր են, բնականաբար միլիոնանոց քաղաք, մեծ երկիր, բայց քաղաքական ձեռագրի առումով ավտոկրատ կառավարիչների պարագայում սա նույն մոտեցումն է եւ Նիկոլ Փաշինյանը ինչքան խոսի ժողովրդավարությունից, այնքան ավելի շատ է մոտեցնում մեզ սուլթանական արքունիքի բարքերին, ոչ թե բրյուսելյան եվրոչինովնիկների առավոտյան Մերլոյով եւ Կաբերնե Սավինյոնով բաներին, ծավտրակներին, այսպես ասած։ Ենթադրվում է չի գա այս մասը, հենց ես ենթադրում չգիտենք որտեղ գնանք, ես չգիտեի որտեղ գնանք, չեմ կարող գնալ տրապի մոտ կանգնել, այդ լիազորությունը չունեմ։ Որ եկել են հույս ունեմ, որ իրենք կտեսնեն եւ այլն։ Այս մարդիկ որ եկել են, նախ եւ առաջ կարծում եմ, յուրաքանչյուրին որ հարցնեք իր վերսան, գուցե ասի, բայց կարծում եմ մեզ միավորում է մի կարևոր բան, Դավիթը մենակ չի, ինչպես նաեւ մենակ չեն բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր բանտերում նստած են։ Այդ մարդկանց պետք է պարբերաբար հիշեցնել, որ իրենց մասին մենք ոչ միայն չենք մոռացել, այլ իրենց կողքին ենք, իրենց ընտանիքների կողքին ենք, նույն պայքարի մեջ ենք, եւ ես այսօր եւ երեք եվրոպացիներին եմ ասում, այդ Եվրոպարլամենտի պատվիրակության հետ որ հանդիպում էի ժամանած, մենք դուք եք ինչ ճանաչել քաղբանտարկյալ, եւ ես խոսում եմ 40-ից ավել այս պայդրությամբ ձայնազուրկ մարդկանց անունից, որպես իրենց ձայն, դուք պարտավոր եք արձանագրել Եվրոնեստի խորհրդանական վեաժողովում, գալիք զեկույցներում պարտավոր եք արձանագրել, որ ժողովրդավարական հետընթացը արձանագրվում է արևելյան գործընկերության երկրներից, ոչ միայն Բելարուսում, Վրաստանում, Ադրբեջանում, այլ նաև Հայաստանում, հատկապես որ դուք այստեղ եք գտնվում։ Ասացին մենք վարչապետի հետ կխոսենք։ Ինչին ի պատասխան ես ասացի հետևյալը. շատ եմ ուզում ձեզանից տեղեկանալ, արդյոք երբ որ Լուկաշենկոն հերթական 15 հոգու բանտարկում է, դուք գնում եք Լուկաշենկոից պարզելու նրանք քրեական գործով են նստում, թե քաղբանտարկյալները, զավեշտ է, չէ, գնալ նստածնողից հարցնել, թե խի ես նստացրել, պարզը որ նա երբեք չի ասելու, որ շարժառիթը քաղաքական է, նա կարող է ասել, այս մեկը Մոսկվայի մատն է, մեկը Մոսկվայի թաթիկն է, մեկը Մոսկվայի բեղն է, այս մեկը կոռուպցիոներ է եւ այլն, բայց երբեք ճշմարտությունը չի ասելու։ Նիկոլը մեզ տանում է թուրքական սցենարով, եվրոպացիների աչքերին թոս փչելու համար անունը կպցնում, որ բոլորը ռուսի ագենտ են, այսպես ասած, ու դա վերածվում է զավեշտի է ստատարան։ Անգամ եթե մենք իրավական բանից դուք սկսեցիք, իրավականը դնում եմ մի կողմ, պարզ չի, որ այս ամեն ինչի մեջ արդեն անհամաչափությունը իրավական, որ գոյություն ունի, արդեն խոսում է քաղաքական բանտարկության եւ շարժառիթների մասին, անկախ հանգամանքներից։ Խոսքս օրինակ Գյումրու քաղաքապետի դեպքին էր վերաբերում։ Գիտեք, ես հիմա կարող եմ տենց չմարած հեղափոխականի լավ իմաստով, եւ պայքարի կիզակետում մշտապես 18-ից սկսած ընկերների հետ միասին գտնվող մարդու կեցվածքով ձեզ ասեմ, որ ում էլ նստեցնեն գալու են նորերը, եւ դա այդպես է։ Եվ դա այդպես է, 40 հոգով որ նստացրել են հիմա, այդ 40 հոգով մարդիկ չեն վախեցել, ցվրվել եւ տեսնում եք, որ սա վախեցած ժողովրդի արձագանք է, սա վախեցած հանրության, վախեցած քաղաքի, վախեցած հայի կեցվածք է, պարզապես արդեն ասացի, Նիկոլի բախտը բերել է, որ բոլոր չվախեցող եւ թասիվով մարդիկ դեռևս նույն տեղում, նույն վայրում բավարար քանակով եւ ժամանակով չեն հավաքվել։ Ինքը զբաղված է քաղաքական քիդնեփինգով, ընդդիմության մեջից գողանում է մարդկանց։ Ոչ միայն ընդդիմության մեջից, անգամ ոչ քաղաքական կառույցներից, ինչպիսին է եկեղեցին, ինչպիսին է ազգային բարերար Սամվել Կարապետյան, ինքը մարդ է գողանում, բայց այդ քիդնեփինգը իր քաղաքական չի աշխատել, որովհետև այո, այդ մարդկանց փոխարեն գալիս են նորերը եւ այդ մարդկանց բանտարկության փաստը ոչ թե լրացնում է իրենց եւ մյուսներին, այլ հակառակը ավելի երկար է դարձնում մեր լեզուները եւ բերում է մի շատ վտանգավոր վիճակի։ Յուրաքանչյուր բռնապետի համար, իսկ Նիկոլը արագ տեմպերով մուտացիա է ենթարկում դառնալով բռնապետ։ Ամենավտանգավոր փուլը գիտեք որն է ժողովուրդ, երբ որ ժողովուրդը այլևս սեփական կապանքներից բացի ուրիշ կորցնելու բան չունենա։ Այդ դա ամենավատ բանն է, նաեւ երկրի համար վատ բան։